Կարասային թաղման նմուշ Խանջան գյուղի տարածքում հայ-գերմանական արշավախմբի մեկ ամսից ավելի տևած պեղումների վերջին ակորդը այս կարասն է՝ մարդու կմախքով։ Հազարամյակներ առաջ դրանով ում են հուղարկավորել, սոցիալական ինչ դիրք է ունեցել, հարցերի պատասխանը ի հայտ կգա հետագա համալիր ուսումնասիրությունից հետո։ Արշավախումբը Խանջանում նոր չէ։ 2023-ին եւս փորել են հողի շերտն ու գտել հետաքրքիր նմուշներ, որ բլուրը պատմամշակութային հալուստ գանձեր ունի թաքցրած, արշավախմբի ղեկավարը պարզել է 2022-ին հուշումը տարածքում թափված խեցու կտորներն են եղել ու դրոնով արված տեսանյութը, որում նշմարվել են աշտարակի վերին մասի քարերը։ Սկսեցինք բացել այդ աշտարակը, պարզվեց, որ 8-7 մետր չափերով հսկայական հոծ մի աշտարակ է եղել, որը որ գագաթին տեղադրված, պատկերացնում եք, տեսանելի է եղել ողջ շրջակայքի համար եւ այդ աշտարակը միայնակ կանգնած չի եղել եւ իր կողքը շարունակվել է այդ համալիրը ծիսապաշտամունքային ամբողջությամբ դարավանդներին տեղադրված սենյակներ, ինչ-որ կառույցներ։ Մեկ տարվա դադարից հետո հնագետները նորից գործի են դրել բահն ու վերցինը, պեղել աշտարակի հիմքերի հատվածը, հասել մեր թվարկությունից առաջ 6-ից 2-րդ դարեր։ Սրահներից մեկը պարզվել է սյունազարդ է, հիմնախարիսխներն էլ հուշել են, ծառայել է որպես հանդիսությունների դահլիճ։ Հիմնական մշակութային շերտը, որը որ այրված եւ խոշոր կարասներով այդ շերտն է, ինքը սենդվիչաձև մնում է սալահատակի, քարե սալահատակի եւ այդ թափված խոշոր քարերի եւ հողաշերտի միջև ողջ նյութը իր տեղում է եղել, գրեթե ողջ ծեսը ընթեռնելի է, մեզ մնում է հետագա ուսումնասիրություններով հասկանանք եւ նաեւ լրացնենք այլ անալիզներով, որպեսզի ստանանք ամբողջական այդ ծեսի պատկերը։ Մեր թվարկությունից առաջ 2-րդ դարից հետո ենթադրվում է հնավայրը կորցրել է նշանակությունը, մոռացվել ու աստիճանաբար ծածկվել հողի շերտով, այսինքն այստեղ չկան միջնադարի եւ այդ ժամանակին բնորոշ տներ կամ կառույցներ, բայց մասնագետները պնդում են, կա հնագիտական մի քանի շերտ։ Իրար վրա են կիտվել մի քանի մշակութային շերտեր, նաեւ դա երևում է մեր մոնումենտալ շինության աշտարակի վրա, երբ որ փոխվել է ժամանակաշրջանը, այսպես ասած, նաև փորձել են վերականգնել կամ ամրակայեն իրենց կերպ այդ աշտարակը, ինչը շատ երևում է ճարտարապետատեխնիկական մանրամասնությունների վրա, այսինքն ունենք շարքի քարերի անհամատեղելիություն, ոչ ուղիղ գծեր։ Տեղավայրում հայտնաբերվել են ուշ ուրարտական եւ հետուրարտական նյութեր, որ վերաբերում են վաղ երվանդական շրջանին։ Մոտ 1.5 մետր փորելուց հետո Երևան է եկել նաեւ սալահատակ։ Հուսով եմ, որ մենք այդ շերտը կկարողանանք շատ ստերիլ, այսպես ասած, բռնացնել ինչ-որ մի հատվածում, որովհետեւ այստեղ աշտարակի մոտ ունենք սալահատակ, հավանաբար գուցե սալահատակը դրվել է ավելի ուշ շրջանի մշակույթը կրող ժողովրդի կողմից եւ մենք հենց կարողացանք այդ շերտագրությունն էլ որսալ, մեզ կհաջողվի ամբողջությամբ թվագրել եւ հասկանալ, թե այդ մոնումենտալ կառույցը ի սկզբանե որ ժամանակաշրջանում է կառուցվել։ Աշտարակատիպ կառույցի վերգետնյա շերտի տարբեր հատվածներում հայտնաբերվել են կարասի մնացորդներ, կենդանիների ոսկորներ, փայտածուխ, նախնական վարկածով հնավայրը եղել է ծիսապաշտամունքային համալիր։ Վարկածը դարձել է էլ ավելի համոզիչ, երբ հայտնաբերվել է հուղարկավորման կարասը։ Պեղումնադաշտում հայտնաբերվել է նաև ածուխի հաստ շերտ, ինչի հետ է այն կապ ունեցել։ Կա 2 վարկած, այն կապված է կամ ծիսական որևէ արարողության հետ, կամ պարզապես աշտարակն ու համալիրը ենթարկվել են հարձակման ու դարձել հրոճարակ։ Ինչ անուն է ունեցել հնավայրը, պատասխանը կլինի, եթե հայտնաբերվի սեպագիր արձանագրություն։ Սևակ Վարդումյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։